Եկեղեցու միջադեպի գործով անցնող երկու անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու գրավը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել։ Հիշեցնենք, մարտի 29-ին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագին։ Երբ վարչապետը դուրս է եկել եկեղեցուց, մի քանի քաղաքացու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ Նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետը բոլորին հանդարտեցրել եւ հորդորել էր մնալ տեղում։ 3 եղբայրների բնակարանում խուզարկություններ իրականացվել, փաստաբանի խոսքով քննիչները հեռացել են դատարկաձեռն, տան ամեն անկյուն խուզարկել են, բայց որևէ թուղթ, պլան, գծակիր չեն գտել, որովհետև չի եղել։ Փաստաբան առավոտյան լրագրողների հետ զրույցում նշել էր, որ տղաներն ունեն առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ։ Գևորգ Գևորգյանի նկատմամբ էլ կիրառվել է 5 միլիոն դրամ գրավ։ Նա լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել։ Համաձայն որոշման փնտրում էին ուրեմն վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված բռնության եւ խուլիգանության Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված, այս գործողությանը իրենց պայմանավորվածությունը հաստատող ինչ-որ փաստ էր։ Դա նաեւ դրա նախագծման եւ իրականացման վերաբերյալ ինչ նախագիծ, պլան, այսպիսի բաներ։ Բնականաբար իրենք ուղղակի հանդիպեցին, ել եմ ասում, պատվոգրերի, գրքերի, լավ կներ տենց կարդային, իրենց էլ էր դա պետք լինելու կարծում եմ, գովասանագրերի, շնորհակալագրերի։ Երկուսն էլ ունեն առողջական խնդիրներ, այդ առողջական խնդիրները նոր չէր առաջացան, նոր չէր ծագեց, առողջական խնդիրները երեխաները ունեցել են, Դավիթը առավելապես, եւ այստեղ խնդիրը նրանում է, որ Դավիթի առողջական խնդիրը ուղիղ հակասում է, ել եմ ասում, կառավարության որոշմամբ սահմանված անազատության սահմանափակման, այսինքն կոնկրետ խոչընդոտ է։ Մի րոպե շուտ այդ երեխան պետքա գտնվեր ազատության մեջ։ Այն որ չի եղել հարված եւ ընդհանրապես հարվածի մասին չգիտեմ, այդ հարվածը ոնց հայտնվեց, ով սկսեց քննարկել, ինչ որ մեկնաբանում են, հարվածը հասավ, հարվածը չհասավ։ Այդտեղ հարվածի բան չկա, ինչ հարված։ Այնքան абսուրդի ժանրից է։ Իրականում խնդիրը այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ եւ ըստ երևույթի դա արդեն վախ է բերել։ Գիտեք, ես կազմակերպել եմ եւ պլանավորել եմ քաղաքի յուղերի, Արցախի ազատագրումները։ Ես երբ որ մի բան պլանավորում կազմակերպում եմ, դա ազատագրում էր։ Այնտեղ որտեղ իրենք այսօր աշխատում են, որտեղի համարվում են պատասխանատուները երկրի, այդ երկրի ազատագրման գործում եմ եղել։ Այլ ոչ թե sense նման բաներում ես կարող եմ պլանավորել, առավելևս sense երիտասարդներով։ Եվ նայելով ենթադրենք, գիտեք, ասում են ինձ ներկայացնում են, որ ինչ որ իմ աչքերն են տենց առանձնացրել իմ հայացքները, այսինքն եթե իմ հայացքից ինքը տենց լուրջ վախեր է ունենում, դա շատ ավելի վատ իրավիճակում ենք մենք, քան կարելի է պատկերացնել։ Կարգավիճակը մեղադրել։ Գրավ։ Ինչքան? 5 միլիոն։ Քանի օր ժամանակ ուներ։ 3 օր։ Սկզբում 10 օր, հետո 5 դարձրեց։ Դուք կադրերում երևում է, որ դուք այնտեղ կանգնած եք մի քիչ ներքև։ Ես առաջ էի։ Հա, մի քիչ առաջ եք կանգնած։ Հիմա ինչ են ասում, ինչ գործողություններ եք արել։ Գործողությունները հետո, որ իրենք հասկացում են, որ ես իբր կազմակերպել եմ եւ հետո դաշնացնելիցո, հա, պաշտոնատար անձին, այսինքն երբ որ տեսել եմ ինչ որ հարվածում են երիտասարդին, ձեռքից բռնել եմ, ասել եմ դուրս եկեք, եկեղեցում sense բաներ չեն անում։ Ու եթե կա Հայաստանի Հանրապետություն մի հայ կամ առավել եւս քրիստոնյա, ով Սուրբ Պատարագի ժամանակ ծաղկազարդի օրը թույլ է տալիս, որ ինչ որ մեկը մյուսի երիտասարդի 18 տարեկան երեխու հարվածեն, ու ինքը ձեռքից չի վերցնում ու չի ասում դուրս եկեք ստեղից, ինքը ոչ հայ է, ոչ էլ առավել եւս քրիստոնյա։ Դուք դա եք արել։ Այո։ Եվ դրա հետ միասին իբր ըստ իրենց կազմակերպել եմ այդ ամենը։ Երեխաներին, այդ տղաներին չեք ճանաչում։ Իհարկե չեմ։ Եկեղեցում տենց եկեղեցու տենց ոնց որ հոգևոր այդ հոտը որ գալիս են հավատավոր մարդիկ տենց եմ ճանաչում դեմքով ոչ ես անունները գիտեմ նույնիսկ ոչինչ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվոյին։ Վարչապետը շնորհավորել է Տիկին Կոյվոյին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ եւ կարեւորել Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ եւ ընդգծել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Եվրամիության հետևողական աջակցությունը։ Սատու Կոյվոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությանը։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառավարության գործընկերների հետ կշարունակվի սերտ գործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության հաստատմանը, նաեւ տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերի։ Հայաստան-Իրան սահմանը խաղաղության սահման է, հետևաբար այդ տեսանկյունից ունի կենսական նշանակություն։ Armenpress-ի հետ բացառիկ զրույցում Խալիլ Շիրխոլամին այդ կերպ է գնահատել պետական սահմանի նշանակությունը հատկապես վերջին օրերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների ֆոնին։ Անձամբ հանգստյան օրերին եղել եմ սահմանային անցակետում եւ իրանական կողմում հանդիպումներ եմ ունեցել սահմանային անվտանգային ու մաքսային կառույցների ղեկավարների հետ։ Քննարկել ենք բազմաթիվ հարցեր, ընդ որում անդրադարձել ենք ոչ միայն ներկա իրավիճակային խնդիրներին, այլև ընդհանուր առանցքային հարցերին, որոնք առնչվում են ցամաքային սահմանի հետ կապված որոշակի մարտահրավերներին։ Հայկական կողմն իր հերթին բարձրաձայնել էր մի քանի մտահոգություններ կապված նույն մարտահրավերների հետ, հետևաբար քննարկել ենք նաև այդ հարցերը։ Վստահ ենք, որ լուրջ խնդիրներ չկան եւ բոլոր հարցերը կլուծվեն, նշել է դիվանագետը։ Դեսպանը հավաստիացրել է, որ պարբերաբար խոսում է սահմանային ծառայության աշխատակիցների հետ եւ հավելել, որ այս ընթացքում որևէ արտառոց դեպք չի գրանցվել։ Սահմանին խառնաշփոթ վիճակ կամ կուտակումներ չկան։ Վերջին օրերին Իրանից Հայաստան եկող բեռնատարների հոսքը նվազել է, բայց դա պայմանավորված է իրանական Նովրուզով։ Մարդիկ իրենց ընտանիքներով նշում են ազգային տոնը, վստահեցրել է Շիրխոլամին։ Դիվանագետը հայտնել է, որ հանդիպել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ ունենալով արդյունավետ քննարկում թե մարզի, թե անցակետի հետ կապված հարցերի վերաբերյալ։ Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Նախորդին ազգային ժողովի նախագահներ ընդունել բարեկամական խմբի անդամներին։ Ալեն Սիմոնյանը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Խմբի ղեկավար Էլս Վան Հոֆն էլ իր հերթին ընդգծել է երկու երկրի միջև խորացող բարեկամական հարաբերություններն ու նշել, որ ջանք չեն խնայելու այդ գործընթացում նոր ձեռքբերումներ գրանցելու հարցում։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ կապերին, այնպես էլ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Համատեղ իրականացվող ծրագրերն են քննարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային գլխավոր տնօրենը։ Փոխվարչապետը կարևորել է բանկի ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում։ Առանձնակի շեշտվել է մասնավոր հատվածի հետ գործակցության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին եւ արդի մարտահրավերներին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների եւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող հնարավորությունների շուրջ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը լուսանկարների շարքով եւ տեսանյութով ներկայացրել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական գործակցության քրոնիկոնը։
Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է։ Կատարի նորանշանակ դեսպանն է հայտարարել ներքին գործերի նախարարի հետ հանդիպմանը։ Արփինե Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպան Ալ-Սուլայթինիին, վստահություն հայտնել, որ նրա գործունեության ընթացքում երկու երկրների ներքին գործերի նախարարությունների գործակցությունը նոր արդյունքների կհանգեցնի։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է, որտեղ ինքն իրեն անվտանգ է զգում։ Առանձնահատուկ շեշտվել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի պետությունը միջազգային տարբեր վարկանիշային ցուցանիշներով մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների շարքում, ինչը կարևոր հիմք է ներքին անվտանգության ոլորտում գործակցության ընդլայնման համար։ Քննարկվել են զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովման, աղետների ռիսկի կառավարման ու դիմակայունության բարձրացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները, ինչպես եւ վարորդական իրավունքների վկայականների փոխադարձ ճանաչման հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ներքին գործերի նախարարության համակարգի ծառայողների վերապատրաստման հարցերին։ Այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կատարի պետության կիբերակադեմիայում Հայաստանի ոստիկանների մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին։ Կողմերը վերահաստատել են տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Ժնևում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները։ Աշխատանքային այցով Շվեյցարիայում Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի գլոբալ գործառնության բաժնի տնօրեն Մարիտ Կոհոնեն Շարիֆիի հետ։ Քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, նաև այն խնդիրները, որոնց բախվում են մարդու իրավունքների պաշտպանները գործառույթներն իրականացնելիս։ Ուժեղ Հայաստան կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Այսօր Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել նոր դարաշրջան կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի եւ միավորված հայեր կուսակցության պատվավոր նախագահ լիազոր ներկայացուցիչ Նայիրի Սարգսյանի հետ։ Հուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են Ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական օրակարգի եւ նախընտրական ծրագրի շուրջ եւ գործելու են պետականության ամրապնդման, ազգային եւ հոգեվոր արժեքների պաշտպանության, արդյունավետ եւ հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական եւ սոցիալական արդարության, համերաշխության ապահովման սկզբունքների վրա։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Վիճակագրություն է ներկայացվել մի շարք հարցերի թվում քննարկվել է նաև չգրանցված աշխատավարձերի հարցը, ինչի պատճառով շատ քաղաքացիներ չեն կարողանում օգտվել առողջապահական ապահովագրությունից։ Նախարար Արսեն Թորոսյանն արձանագրել է, որ դա աշխատողների իրավունքի ոտնահարում է, անգամ իրեն են մոտեցել եւ տեղեկացրել խնդրի մասին։ Աշխատավարձերի թեման շատ ցավոտ հարց է, որովհետեւ մինչեւ հիմա մենք ունենք թեր հայտարարագրված աշխատավարձեր, թեև եւ վարչարարությամբ եւ այլ գործիքներով պայքարում ենք դրա դեմ, բայց ինձ այն օրը Երևանում քայլում ենք, էլի մի քաղաքացի մոտեցավ, էլի հիմա չեմ ուզում սև PR-ով զբաղվել, բայց իհարկե մենք այդ բանով մեր խողովակներով այդ ամեն ինչով կզբաղվենք, բայց մի շատ հայտնի կազմակերպության, այնց որ անխտիր բոլորդ գիտեք, ասեց մինիմալ են գրանցում, դրանից ավել չեն գրանցում։ Ես էլ ուզում եմ եկամտային հարկի վերադարձից օգտվեմ, չեմ կարողանում օգտվեմ։ Հիմա այստեղ երկկողմանի է, այսինքն քաղաքացին լավ է որ պահանջում է ու ըստեյության լուծումը դրանով է լինելու ավելի շատ, քան թե ամեն կոնկրետ տնտեսվարողի մոտ մի հարկային տեսուչ կանգնացնելը, բայց այս էլ է մի խնդիր, որը ըստեյության աշխատանքային իրավունքների ոտնահարում է քաղաքացիների եւ այլ պետական ծրագրերից օգտվելու պրոբլեմ առաջացնում իրանց մոտ։ Հիմա օրինակ նույն առողջության ապահովագրությունը 201,000-ի դեպքում աշխատում է, 150,000-ի դեպքում կամ նույնիսկ բարձր մինիմալի դեպքում չի աշխատում։ Մյուս տարվանից իհարկե կաշխատի, բայց էլի այնտեղ էլ եկամտային հարկի թաքցնելու խնդիր կա։ Այսինքն մենք մինչև հիմա ունենք այս խնդիրը, դրա համար եթե մենք օրինակ վերցնենք այդ թվերը մենակ տանք, դա էլ է պրոբլեմ։ Ու միանգամից մի պրոբլեմի մասին ասեմ։ Երբ որ գալիս են գործատուները մեր մոտ աշխատատեղը գրանցելու, աշխատատեղը միշտ չի որ իրանք հայտարարագրում են իրական աշխատավարձը, ու երբ որ մենք դա առաջարկում ենք, հա, մենք ոչ չենք կարող ասենք, գիտես, այսքան գրանցված է լինելու քո աշխատավարձը, մի 100,000 էլ ավել կտա։ Ու առաջարկում ենք այդ աշխատը, մարդն ասում է դա այդքանով ես չեմ կարող ապրեմ կամ ես արդեն այդքան ստանում եմ, ինձ ավելին է պետք։ Ու ոնց որ process-ը դրանից հետո չի գնում։
Մարդը միանգամից պատի առաջ է կանգնում, դրա համար ընդհանուր մեր տնտեսական քաղաքականությունների եւ ֆիսկալ հարկաբյուջետային այդ քաղաքականության շրջանակներում պետք է աստիճանաբար մենք տեսնում ենք, որ բարձրանում է իհարկե եւ միջինը եւ մեդիանը եւ այդ միգրացիան, դուք տեսաք ցածր աշխատավարձ ստացողների միգրացիան դեպի բարձր աշխատավարձ ստացողները 150,000-ից ցածրից 100,000, 150,000-ից բարձր, բայց միևնույն այդ խնդիրը կա։ Իսկ այնտեղ վիճակագրության մաքրության հարցեր են ունենալու։ Մեղրի քաղաքի 9 հարկանի բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգված են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, ինչպես խոստացել է #-ով։ Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է սոցցանցի էջում գրել։ Դավիթ Խուդայթյանի տեղեկացմամբ թռիչքները լինելու են շաբաթը 5 օր հաջողականությամբ։ Խոշոր հրդեհ Հալավերդիում 3 լոռու մարզային փրկարարական վարչություն ժամը 23-ից 30-ի սահմաններում մահացանք է ստացվել, որ Աղթալա բնակավայրի Օրջոնիկիձե 1 հասցեում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել եւ ներսում կա ավտոմեքենա։ Դեպքի վայր է ժամանել Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչև հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել է տանտերը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Հրդեհի հետևանքով հայրը, որը նույնպես պայքարել է կրակի տարածման դեմ, ստացել է ձեռքերի 2-3 աստիճանի գլխի մազածածկույթի պարանոցի այրվածքներ, ինչի համար բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Ալավերդի բուժկենտրոն։ Առավոտյան Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող խանութներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկել է մթերային խանութում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 8:47-ին, մարվել 9:17-ին։ Այրվել են տնտեսական իրեր եւ սննդամթերք։ Հրդեհի հետևանքով մասամբ փլուզվել է միջնապատը եւ ձևախախտվել ճակատային պատից մի հատված։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։ Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ Կոմիտասի Պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել ապօրինի զենք զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով ձերբակալել եւ Մերսեդես Մակնիշի մեքենայով համայնքային ոստիկանության Արաբգիրի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ 22 եւ 34 տարեկան 3 երիտասարդի։ 34-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ եւ գաղտնի փականով ծալովի դանակ։ Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցի ընթացքում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է պատերազմի անվտանգային եւ տնտեսական հետևանքները։ Նշվում է, որ Ժան-Նոել Բարոն ընդգծել է Փարիզի դիրքորոշումը, որով Ֆրանսիան հակադրվում է Իրանի դեմ պարտադրված պատերազմին եւ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներին։ Պաշտոնյաները նաեւ ընդգծել են երկու երկրների միջև դիվանագիտական փոխազդեցությունները շարունակելու անհրաժեշտությունը, միաժամանակ կարծիքներ փոխանակելով հյուպատոսական հարցերի վերաբերյալ։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև, հաղորդել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։ Զրույցի ընթացքում խոր մտահոգություն է հայտնվել տարածաշրջանային իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ։ Շեշտվել է տարածաշրջանում ռազմական բախումների արագ դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ամրապնդման անհրաժեշտությունը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցերի շուրջ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։ Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում Կովկասի եւ Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը, ասված է պետքարտուղարության հաղորդագրությունում։ Վրաստանի վարչապետը իր հերթին հեռախոսազրույցի մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում, ընդգծելով, որ զրույցը եղել է արդյունավետ։ Արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք ընդգծեցինք մեր գործընկերության վերականգնման եւ Վրաստանի որպես հարավային Կովկասում ուժեղ գործընկերոջ դերի ամրապնդման կարեւորությունը։ Մենք հանձնառու ենք վրաց-ամերիկյան կապերի ամրապնդմանը եւ տարածաշրջանային կայունության եւ փոխկապակցվածության խթանմանը, նշել է Իրակլի Կոբախիձեն։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գոյություն չունի առանց Վաշինգտոնի։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը ասել է Al Jazeera-ին։ Բոլորը գիտեն այդ փաստի մասին, ասել է նա հերթական անգամ քննադատելով Հյուսիսատլանտյան դաշինքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ առաջին անգամ օրեր առաջ խստորեն քննադատել էր ՆԱՏՕ-ին, Իրանի դեմ ԱՄՆ-ին եւ Իսրայելին չօգնելու համար։ Թրամփը այդ համատեքստում ՆԱՏՕ-ի երկրներին անվանել էր վախկոտներ։ Ուկրաինան եւ Բուլղարիան ստորագրել են 10-ամյա անվտանգության համաձայնագիր, որը նախատեսում է Կիևին ռազմական աջակցության տրամադրում եւ զենքի համատեղ արտադրություն։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է Բուլղարիայի ժամանակավոր վարչապետ Անդրեյ Գյուրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Մենք մեր երկրների միջև ստորագրել ենք անվտանգության համաձայնագիր։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք նման 10-ամյա համաձայնագիր մեր երկրների միջև։ Հիմնական կետերը, որոնք ես կառանձնացնեի Բուլղարիայի կողմից Ուկրաինային շարունակական ռազմական աջակցությունն է եւ մեր երկրներում տարբեր զենքերի, այդ թվում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունը, նշել է Ուկրաինայի նախագահը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել քննարկելու երկկողմ օրակարգին վերաբերող տարաբնույթ հարցեր։ Հեռախոսազրույցի մանրամասները հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմը։ Նշվում է, որ Ալեքսանդր Վուչիչը երախտագիտություն է հայտնել ռուսական գազի կայուն մատակարարման շարունակականության համար, որը կարևոր է իր երկրի էներգետիկ անվտանգության պահպանման համար։ Հաղորդվում է, որ նախագահները մանրամասն քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը եւ Մերձավոր Արևելքում հակամարտության ներկա լայնածավալ սրացումը։ Սերբիայի նախագահը կիսվել է Բալկաններում ստեղծված իրավիճակի իր գնահատականներով։ Երկու կողմերն էլ ընդգծել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1244 բանաձևի հիմնարար կարևորությունը Կոսովոյի հարցի լուծման համար, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում Սերբական Հանրապետության իրավունքների ապահովման անհրաժեշտությունը համաձայն Դեյթոնի համաձայնագրի, հայտնել է Կրեմլը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Գրեթե մեկ ամսվա տեղումները մեկ օրում։ Մարտի 27-ից մեր հանրապետությունը գտնվում է հարավից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ։ Այս մասին Facebook-յան էջում գրել է շրջակա միջավայրի նախարարը։ Առավել ինտենսիվ փուլը գրանցվել է մարտի 27-ից 28-ին, սակայն տեղումները շարունակվել են նաև հաջորդ օրերին, ընդգրկելով գրեթե ամբողջ երկրի տարածքը։ Տեղումների բնույթը տարբեր է եղել կախված տեղանքի բարձրությունից։ Լեռնային շրջաններում հիմնականում տեղացել է ձյուն եւ ձնախառն անձրև, իսկ նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրև։ Մի շարք հատվածներում տեղումները եղել են բավականին ինտենսիվ։ Այս օրերի եղանակային պատկերը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արագ եւ ինտենսիվ կարող են դրսեւորվել կլիմայական գործընթացները մեր տարածաշրջանում։ Իսկ վաղը մայրաքաղաքում եղանակը կլինի առանց տեղումների։ Շրջաններում ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ։ Օդի ջերմաստիճան ապրիլի 1-ից 3-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 նիշով։